Փառք Աստծուն, Աստված ձեզ պահի։ Շնորհակալ ենք Աստծո համար մեզ ումը որ հաջողվել է այսօր նորից ներկա լինենք, մեծ օրհնություն է։ Հետո հետագայում ինչքան մենք Աստծուն ճանաչենք, խորանանք հոգևոր կյանքի մեջ, այդքան կհասկանանք այս ամեն ինչի կարևորությունն ու ասենց ասած հարստությունը։ Աստված ձեզ պահի։ Մենք գալիս ենք, որպեսզի Աստծո կամքը ճանաչենք, Աստծուն ճանաչենք եւ առաջ գնանք Աստվածաճանաչության եւ հոգևոր կյանքի մեջ։ Մենք սա վրա պետք է նաեւ ծրագիր դնենք ամեն մեկս մեզ համար, որ այսան պետք է հետևեմ։ Աստծուն նաեւ պետք է այո երկրպագել հասկացողությամբ։ Շատ ժամանակ մեզ չի թվում ինչ կարևոր գործ են արել որոշ մարդիկ, բայց հաճախակի հիշում ես այս ճշմարտությունը իրականում, որ ճշմարտությունը ոչ թե նկատի ունեն փրկության համար, այլ իրականություն է։ Մի երեխայի համար պատմում են, ասում են ինչի չես սովորում լավ։ Ասում են տանը սովորում եմ, դպրոցի դռանը մոռանում եմ։ Ճիշտ է, ծաղալի է թվում, բայց անկեղծ երեխա է, իրականությունը ասել է, չի ծածկել, ասենք դրա համար Տեր ասում է երեխաների նմանվեք, պարզ անկեղծ խոստովանում ասում է, որ սովորում եմ, իրոք կան երեխաներ, չէ՞ մենք տեսնում ենք, ժամանակ ես դնում, չարչարում ես, սովորացնում ես, դպրոցում մոռանում է։ Մարդ պետք է Աստծուն նվիրվի, որպեսզի Աստված օրհնի, այո, հիշողությունն էլ Աստծո շնորհքն է։ Մի հոգի ասեց, ինչ անեմ, հիշողությունից ոնց զորացնեմ, ինչ հաշվով ասեց, կարդում եմ գիրքը, բայց կարդալուց հետո մոռանում, ուզում հիշեմ, ինչ եմ, կարդացել չեմ կարողանում հիշեմ, իհարկե շատ բան ենք կարդում, ամեն ինչը նույն վայրկյանին չես կարողանում հիշել, բայց Տեր Հիսուսը խոստում է տվել, ասում է Սուրբ Հոգին կգա եւ ձեզ կհիշեցնի իմ ասածները, ասինքն իր խոսքերը, ոչ թե ամեն ինչ, Հիսուսի խոսքը, ավետարանի խոսքերը, ինչը որ պետք է ճիշտ ժամանակին այդ պահի մեջ, որ այդ պահին է վերաբերվում, Սուրբ Հոգին հիշեցնի եւ երբ որ հիշեցնում է, մենք չմտածենք պատահական հիշեցի, պատահական չի, հենց կարիքիդ մեջ այդ վերաբերյալ խոսքը հիշես, ասենք Սուրբ Հոգին հիշեցնում է, որպեսզի մենք այդպես վարվենք, առաջնորդում է։ Ես հիմա ուզում եմ մի դեպք կարդանք, ուրեմն Տեր Հիսուսի համար ասում է, որ երբ որ երկրի վրա ման էր գալիս, գնում էր գյուղ, քաղաքից քաղաք եւ սովորեցնում էր արքայության ավետարանը։ Ուրեմն Հովհաննեսի 4:7 խոսքից ասում է. Արդ Սամարացի մի կին եկավ, որ ջուր հանե, ինչ-որ ջրորից Հիսուսը այնտեղ էր, հոգնել էր, ասում է, գնաց աղբյուրի մոտ նստեց, ջրոր էր։ Աշակերտները գնացին քաղաքից հաց բերելու, առնեն բերեն։ Հիսուսը նրան ասեց, ինչ ջուր տուր որ խմեմ, որտեղ նրա աշակերտները քաղաք են գնացել, որ կերակուր առնեն։ Սամարացի կինն էլ ասեց նրան, դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի սամարացի կին է, որտեղ հրյաները չեն խառնում սամարացիների հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Եթե Աստծո պարգևը գիտենար, թե ով է նա, որ քեզ է ասում, դու ինձ խմել, ապա դու նրանից կխնդրել եւ նա կենթանի ջուր կտար քեզ։ Այո, այդ ժամանակ հրյաները այդպես էին վարում օտար ազգերի հետ, որ անմաքուր էին համարում նաև սամարացիներին, թեկուզ Սամարիան Իսրայելի երկրորդ մայրաքաղաքն էր Երուսաղեմից հետո։ Չէ, բաժանվեցին երկու մասի, կոչվեց առաջ Իսրայել էր ամբողջը, բայց հետո բաժանվեցին Երուսաղեմի տարածքը, Երուսաղեմ մայրաքաղաքով մնաց Դավթի սերունդին
եւ իհարկե ղետացիներ կան մեջը, տարբեր կան, բայց հիմնականում այդ երկու ցեղերը եւ կոչվեց Հրեաստան։ Իսկ Սամարիան մնացած բոլոր ցեղերը գնացին միացան Սամարիայի իշխանությանը, որոնք նորից իսրայելցիներ էին եւ կոչվում էր Իսրայել։ Հետո այնպես պատահեց, որ Իսրայելի իշխանությունը, ասենք այդ պետությունը ավելի շուտ կործանվեց, քան Հրեաստանը։ Հրեաստանը ինչ որ ժամանակ հարատևեց, նորից այդ էլ կորցեցին, մնացին առանց պետության։ Սակայն Իսրայելում ինչ որտեղ ավելի շուտ սկսվեց կռապաշտությունը, չարությունները, Աստծո օրենքների զանցանելը եւ հрьяաները նրանց անմաքուր էին հավարում, անգամ երբ որ ուզում էին մեկին վիրավորեն կամ վատ բան ասեն, ասում են դու սամարեցի ես, ասում վատ մարդ ես։ Այստեղ այս կինը զարմանում է, ինքը սամարեցի, բայց Հիսուսին ինչ որ հագնվածքից թե խոսակցությունից գուցե հասկացա, որ այս մարդը հрья մարդ է։ Դա համար ասում է, ինչպես ես քեզ թույլ տալիս սամարեցի կնոջից ջուր ուզել, ասենք հաղորդակցվել սամարեցու հետ։ Հрьяաները մեզ պիղծ են համարում, դու ինչպես է, որ ուզում ես մեր ձեռի ջուրը խմես անգամ։ Որտեվ նրանք հрьяաները ուրիշի ձեռի ջուրն էլ չէին խմում, էփած ճաշն էլ չէին ուտում։ Իրենց ավելի մաքուր էին համարում։ Բայց Աստծո առաջ Աստված ասում է, բոլորը մեղքի տակ բռնվեցին, բոլորն մեղավոր են, բոլորն հանցավոր են, բոլորը դատաստանի արժան են։ Մաքուր չկա, արդար չկա, մեկն էլ չկա։ Եվ Տեր Հիսուսը խոսեց ճշմարտություն, ասեց, եթե դու իմանար ով է քեզ հետ խոսողը, այդպիսի բան չէր խոսել, դու ջուր կուզեիր։ Եվ նա քեզ կենդանի ջուր կտար։ Այսինքն ինչ է նշանակում, այն ջուրը, որ ես քեզից ուզում եմ որ խմեմ, դա կենդանի ջուր չի։ Կա ուրիշ մի ջուր էլ, որ կենդանի ջուր է կոչվում։ Մեկ էլ այս կինը պատասխանում է ասելով. «Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ, ինքը սրանց խմեց եւ նրա որդիք եւ նրա անասուններն էլ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծառավի, բայց ով որ խմի այն ջուրը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծառավի։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխի»։ Պարզ է, արդեն չմեկնեմ։ Եվ ինչ ասում, կինը նրան ասեց. «Տեր, դուր ինձ այն ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու»։ Իհարկե շատերս չենք պատկերացնում այդ վիճակը, ովքեր ժամանակին ջուր են կրել, գիտեն ինչ է նշանակում, որ տան մեջ ջուր չի լինում։ Գյուղի միջից ջուր են կրում։ Անկամ հետաքրքիր է, ոչ թե քաղաքի մեջ էլ ջուր չկար։ Եկել էր քաղաքից դուրս ինչ-որ հոր կար, այդ հորից տանելու։ Քաղաքը այնպիսի տեղում էր, որ շատ խորը պետք է փորեն, որ ջուր դուրս գար։ Երևում է, որ այդքան շատ ջուր չկար քաղաքում, որտեղ քաղաքից դուրս էր եկել, որպեսզի ջուր տանի։ Հետո մենք կարդում ենք, որ Իսրայելի ժողովուրդը եկավ ապրեց այդ հողերի վրա, որ Աստված էր ասել, բայց Աստված ասել էր, որ ուրիշ ազգ ձեր մեջ չապրի, ինչ իմաստով, որտեղ ասում են նրանք Աստծուն ուրացած կռապաշտ, Աստվածը ուրաց մարդիկ են։ Իրենց մեղքի բանը Աբրահամին ասեց, չասեց 4 ես այդ քո սերունդը երբ որ ազգ դառնա 400 տարի հետո կհանեմ Եգիպտոսից, կտանեմ այն երկիրը, որը նրանց այս երկիրը Աբրահամը հենց այդտեղ էր։ Այս երկիրը իրանց եմ տալու եւ 400 տարի հետո տարավ, արդեն որ Աբրահամին զավակ ծնվեց,
մեծ շատացան, ազգ դարձան, միլիոններ դարձան եւ Աստված իր խոստումը կատարավ 1400 տարվա մեջ միլիոնների հասան։ Եվ Աստված տարավ խոստումը կատարելու։ Մտածած այն ազգերը, որ ապրում են այս հողի վրա, նրանք չեն ուղղվում, բարկացնում են ինձ, բայց նրանց բարկությունը կատարյալ չի։ Ես կսպասեմ ինչու նրանց բարկությունը կատարյալ դառնա նրանց մեղքը։ Եվ բարկությունը թափվի նրանց վրա։ Ասենք պատկերացնում եք Աստված ամենավերջին են ժողովուրդ ասում են վերջին խազան։ Վերջին պահը համբերում է գուցե դառնան ողորմություն գտնեն, չկորսնեն։ Բայց Աստված արդեն ճանաչելով այդ ժողովուրդներին ասում է նրանք չեն դառնում։ Այսինքն նրանց սպասում է պատիժ։ Բայց էլի սպասում եմ ինչ որ այն աստիճան ինձ չհայնացնեմ, որ արդեն ստիպված պատժեմ, որովհետև սիրող Աստվածը չէր կարողանում այդպես շուտ պատիժ տա։ Բայց եկավ ասում ժամանակ, որ նրանց մեղքը կատարյալ եղավ եւ Աստված արդեն պատժում էր։ Եվ ասում է այդ ազգերին ձեր մեջ չթողնեք։ Սակայն մենք ինչ ենք կարդում։ Իսրայելցիները Աստծուն չլսեցին շատերը։ Ինչ արեցին, այդ ազգերին Աստծո ասածի պես չհեռացին իրենց միջից, չանեցին, կամ չվերացրեցին իրենց միջից, այլ տեսան, որ գիտեին, ջուր կրելը շատ ծանր գործ է, դրա համար ասում եմ, որ նրանց պահեցին ջրկիրներ արեցին, ջուր կրողներ, որ իրենց համար ջուր կրեն, ծառա արեցին, ասենք իրենց հեշտության համար, որ իրենք չտանջվեն, Աստծո խոսքը ինչ արեցին, զանց արեցին, այն ջուրը, որ ես կտամ, նա չի ծառավի, այլ հավիտյանական կյանքի համար, այսինքն հավիտյան կյանք կտա եւ հավիտյան քեզ կբավարարի, պատկերացնում եք։ Այսպիսի ջուր լսել եք։ Ուղղակի շատ ժամանակ որ մենք առաջին անգամ ենք կարդում, մենք զարմանում ենք այս կնոջ նման, բայց հետո որ շատ ենք կարդում, կարծում դե սա գիտենք այդ ինչա։ Ոմանք չխմած գիտեն իբր թե դա ինչ ջուր է, դե Աստված այլի։ Որ չծառայեմ, չգամ այստեղ ջուր անելու։ Հիսուսը նրան ասեց. գնա կանչիր քո մարդուն եւ եկ այստեղ։ Միշտ Հիսուսը հնարավորություն է տալիս մարդուն ճիշտ խոսելու։ Հիշում եք, որ մեկը ասեց. «Տեր ինչ անեմ, որ հավիտյանական կյանքը ժառանգեմ»։ Ասես պատվիրանները գիտես որոնք են, են, ասես կատարի, որ փրկվես, եթե կարող ես կատարել, իհարկե, որտեղ ասում են, նա է արդար, ով օրենքի կատարի, բայց ոչ մեկ չկատարեց։ Այս մարդը սուտ խոսեց, աս մանկությունից պահել եմ։ Տերն էր, որպեսզի ավելի իրան մի հատ բացի, որ դու տես չես, ասես դե գնա ունեցածը տուր աղքատներին, արի իմ հետևից, որ հասնես հավիտյանական ժառանգության։ Չպահեց Հիսուսի այդ խոսքը։ Չէ որ դու հարցնում ես ինչ անեմ։ Հիսուսն էլ ասում է պատվիրաններ պահի, հետո իմ հետևից արի։ Դու ասես պահել եմ, պահողը չի կարա Հիսուսի հետևից չգնա։ Եվ իհարկե եթե կարաս պահես, Աստված բոլորին հնարավորություն է տվել օրենքը պահելու, որպեսզի ապացուցի, որ չես կարող, իմ օգնությունն է քեզ պետք։ Եվ կինը անկեղծ եղավ, այդ մարդը անկեղծ չեղավ, բայց այս կինը անկեղծ եղավ։ Կինը պատասխանեց եւ ասեց. ես մարդ չունեմ։ Երբ որ Տերը բացահայտեց, այս կինը չնեղացավ։ Ավելի, ոնց որ լուսավորվեց, լուշացուն դարձրեց։ Տերը ասեց, լավ ասեցի, թե մարդ չունես, որտեղ դու 5 մարդ ես ունեցել, եւ նա, որ հիմա ունես, քո մարդը չի։ Մանեկող ես։ Դա ճշմարիտ ասեցիր, որ մարդ չունես, մարդ կա, որ հետը ման ես գալիս, նստում վեր ես կենում, բայց դու ճիշտ ասեցի, որ դա քո մարդը չի։ Կինը տես, հիմա որ մենք ոմանց հետ խոսում ենք, հանկարծ որ ճիշտը խոսում ենք,
մարդիկ նեղանում են։ Անգամ Պողոսի այդ ասածը մենք մեր վրա ենք տեսել, ասում ճիշտ խոսելուց համար թշնամացակ իմ հետ։ Շատ ժամանակ մարդուն օգնելու համար ճիշտ ես խոսում, մեղքը բացահայտում ես, որպեսզի ուղղվի, փրկվի, սուտ ասանին ասում սուտ ես խոսում ու ապացուցում ես։ Մեմնա ինքը քեզից նեղանում է։ Դու ոնց ինձ ասեցիր սուտ ես խոսում։ Գողին ասում ես գողություն ես անում, դա ոչ թե բոլորը կան ունեց մարդիկ, նեղանում են։ Կռապաշտին, Էմիսին, բացահայտվում, վերջ-վերջո Աստված կանչել է, որպեսզի օգնի, մեզ ազատի մեր ցավերից, մեր մեղքերից։ Բայց շատերը կան չեն ուզում են իրենց կուրքերով հանդերձ գնան երկինք, ստերով, կեղտոտություններով գնան երկինք, այդպես հնարավոր չի։ Մեղքը երկինք չի մտնելու։ Եվ նեղանում են, թշնամանում։ Բայց Տերը հանդիման է, իր վիճակ անեց, սկինը չնեղացավ թողեր գնալ։ Հակառակ իր համար հայտնություն տեղի ունեցավ։ Տեսեք ինչ է ասում։ Մարդիկ գալիս են, այո, մարդկա այսպես է ասել։ Ասում տեսեք, եղբայրներ, քույրեր, մենք իրար մեջ խոսացել ենք, չէ՞, մի բան։ Հա։ Այս մարդը ոչ չգիտեր, որ խոսացել ենք ինչ։ Չէ։ Բան ոնց է մեր խոսացած բոլորը հայտնապես խոսում, ասում սենց բան կա։ Ուրեմն Աստված է հայտնել, ասենք միտք են առնում, որ հնազանդվեն, լսեն, օգտվեն։ Ուրեմն մենք այո, պետք է արթուն ունենք, տեսեք այս կինը ինչ է ասում, թեկուզ այդ վիճակի կիներ, բայց Տերը ողորմություն արեց, հնարավորություն տվեց փրկվելու։ Ասում է Տերը որ ասեց, այդ բանը ճիշտ ասեցիր։ Կինը նրան ասեց, Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես, հələ չէր իմանում ով է Հիսուսը։ Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես, ասենք Աստծու հետ կապ ունեցող մարդ ես, բացահայտեցիր իմ վիճակը, ոչ թե խռովեց։ Ու անմիջապես անցնում է իրան հետաքրքրող հարցին, էլ չի ասում այդ մարգարեացին, ինձ ասա երբ կարստանամ, օրինակ եմ ասում, երբ ես ինչ հարցում բախտս կբերի, մեկ կյանքս ասած չէ, շատերը գնում են գուշակների մոտ, իբր թե Աստծուց են խոսում, որպեսզի իրենց ապագան բացահայտվի, բայց այս կինը անմիջապես անցավ այն կարևոր հարցին, Աստծո երկրպագություն ինչպես պետք է լինի։ Երևում է անհանգստացած է դրա վրա, որովհետև տեսեք ինչ է ասում։ Ասում եմ, մեր հայրերը այս սարում երկրպագություն անի, եւ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որ պետք է երկրպագություն անել Աստծուն։ Այսինքն, որն է ճիշտ, հիմա ես մերոնց լսեմ, թե ձերոնց լսեմ։ Աստծո երկրպագությունն ինձ բացատրի, ուրիշ բան չի փնտրում։ Թեկուզ այդ վիճակի կինը բնական է, կույր, մեղավոր, անտեղյակ։ Հիմա ինչ է կատարվել իր կյանքի դեպքերը, ինչ ոնց են դասավորել, դարձել այդ վարքի կինը։ Բայց տեսնում ես սրտում մի կարևոր հարց կա, որ իր նպատակն է։ Ոնց երկրպագենք Աստծուն։ Մերոնց լսեք, որ ասում են, այս սարում Հակոբը, Աբրահամը, Իսահակը երկրպագել են, իսկ հрьяաները ասում են, չէ, Երուսաղեմն է տեղը, հрьяաները իրենց այո, ասում են, մենք ճիշտ ենք, որտեղ Մովսես միջոցով է տենց ասի Աստված միայն Երուսաղեմում պետք է զոհ մատուցվի եւ այլ։ Հիսուսն էլ ինչ պատասխան տվեց, որ մեզ էլ է վերաբերվում։ Հիսուսը նրան ասեց. Կին հավատա, իհարկե այդ ժամանակ տենց են, ասե հիմա կասեն, օրինակ ասե թարգմանով կասե տիկին, որ ժամանակը գա, որ այն ժամանակ ոչ այս սարում կերկրպագեք հորը եւ ոչ էլ Երուսաղեմ, դուք երկրպագում եք նրան, որին չգիտեք, ասում է, որ դուք չգիտեք նրան։ Մենք երկրպագում ենք նրան, որ գիտենք, որովհետեւ փրկությունը հрьяաներից է, այսինքն հрьяաների միջից Հիսուս ինքը հрья ազգի ծագում ուներ։ Այո, փրկությունը հենց Հիսուսով եկավ, ոչ թե ամեն հрьяայի միջոցով էր, այլ բայց փրկության խոսքը, փրկության գործը
իրանց մեջ կատարվեց։ Մենք շնորհակալ ենք, որ գիրքը պայն հասցրեցին մեզ։ Թեկուզ հիմա իրանք չեն երկրպագում, շատ քչերն են։ Բայց ժամանակ կա, որ հիմա է, որ ճշմարտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որտեղ հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Եվ հետո կինն ասեց. գիտեմ, որ Մեսիան պիտի գա, որ Քրիստոս է կոչում։ Այդ ինֆորմացիան ունեին մարգարեներից։ Երբ որ կգա, ամեն բան կպատմեմ մեզ։ Հիսուսը նրան ասեց. ես եմ, որ քեզ հետ խոսում եմ, այդ Մեսիան ես եմ։ Քրիստոսը ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Այսինքն կինը խոնարհվելով հասկացա, որ մարգարե է։ Հետո որ ավելի խոնարհվեց, ավելի մեծ բան ճանաչեց։ Քրիստոսն է ինձ հետ խոսում, որի մասին մենք լսել ենք, որ պիտի գա եւ մեզ, ասում են, ճշմարտությունը սովորացնի։ Դեռ ասեց ես եմ, վազես գնաց քաղաք ամբողջ քաղաքը հենց խոսած, որ քաղաքը վազելով եկավ Հիսուսի մոտ, տարան մի քանի օր հյուր պահեցին, չէին թողում իրանց մոտից գնաց, ավելի ասա մեզ։ Աստեղ ասում ուրիշ տեղեր պետք է քարոզեմ։ Միայն ձեր համար չի։ Պատկերացա, որ հանկարծ հրեաները լսեն Հիսուսը Սամարիա է գնացել, վայ։ Ոնց թե դու սամարեցիների հետ շփվես։ Հետաքրքիր է, որ Պետրոսն էլ Կորնելիոսի հետ շփվեց, նա հրյա չէր, մեղադրում էին առաքյալները եւ ուրիշները, որ դու գնացիր մտար հեթանոց մարդու մոտ հաց կերար։ Բայց լավ չեք հիշում, որ Հիսուսն էլ գնաց Սամարիա հաց կերավ։ Թմրություն չէին հասկանում։ Տեսել էին, չէին հասկանում։ Լավ եթե մեղք է, ինչպես Հիսուսը գնաց։ Մեղքը սրա հետ շփվելով չի։ Մեղքը անօրություն կատարելով է մարդու մոտ մեղք դառնում։ Կարող է մի տեղ լինես հանցագործ մարդ է լինել, բայց դու հանցագործությամբ չես մասնակցում։ Հանցագործելով է մարդը հանցագործ համարվում։ Հիսուսը այո գնաց Սամարիա, բայց մեղք չգործեց, նրանց գործերի մասնակից չէր։ Հələ հակառակ նրանց դարձի բերելու հնարավորություն տվեց եւ նրանք ասում են կնոջը արդեն մենք քո ասելով չէ որ հավատում ենք որ նա է աշխարհի փրկիչը, այլ մեր աչքերով տեսանք ու մեր ականջներով լսեցինք որ սա է աշխարհի փրկիչը, Հիսուս Քրիստոսը։ Պատկերացնում եք, Հիսուսը գնաց նրանց կյանք տվեց, ոչ թե Հիսուսը ինքը իրանց նման դառավ։ Այդպես չէր։ Շատ մեղադրում են։ Հիշում եմ տարիներ առաջ որ նոր 90-ական թվականներին գնացել էի հարսանիք մի քանի որ հիմա մեր հետ չեն այդ հոգևորներից տեսան բա եղբայր ջան դու ինչ գործ ունես գնաս իրանց հետ սեղան նստես ասի Հիսուսը չի նստե սեսների հետ սեղան ձայները կդրեցին արդեն պատկերացրեք գիրքը կարդում են ու չեն հասկանում սովորում են դրոցի դռանը մոռանում են կներեք Շնամիչ դառնան այդպիսիները, ոչ թե նստած են։ Տեսնում եք ոմանք կան, սովորում են, դենց է ոչ մի բան չեն սովորում։ Համայս տիրոջից առել է, որ մի հատ էլ ասա, ես գիտեք ինչ քանի մարգարեություն կա, շատ մարգարեություններ կան, գուցե մեկը երկուսն են ասեք, ինչպես որ նախկինում ձայնագրվեց մի քանի տեսիլք, մի 3-4 հատ դեկտեմբերին էր տեսվի անցած տարվա, մեկն էլ այս տարվա օգոստոսի, չէ որ ասվեց, ման նորից կան, և անգամ տերը գիտես ինչ ասում, խիստ խոսա դրանց հետ, խիստ վերաբերվիր, Պողոսին էր ասում, չէ, Պողոսը, ավելի ճիշտ Դիմետրոսին ասում, կրետացիների հետ խիստ վերաբերվի, Տիտոսին էր ասում, բոլորին ասում էր, այսպիսիները հիմա մենք կրետացիներից մեր ժողովուրդը, մեր շրջապատը ավելի վատ բաներ է անում, ավելի մեծ չարություններ է գործվում,
Բայց Տիրոջ ասած ավելի եկեղեցու միջի մասնակցողների մասին է։ Խիստ խոսա իրանց հետ, բայց ես տեսել եմ, որ խիստ խոսում եմ, նեղանում են անգամ Տերը հայտնության մեջ էլ, չի ասես։ Նրանք քեզանից նեղացած են քո հանդիմանությունների եւ խրատների համար։ Բայց չի ասում դու ինչու ես հանդիմանը, ինչ ես խրատը։ Եթե հանդիմանը ինձ, ես էլ չի անի։ Բայց դեռ չի հանդիմանում ինձ։ Բացահայտում եմ, որ իրենց օգուտի համար բան է ասվել, նրանք խռոված են քեզանից, նաև ինձանից են խռոված, այդպես որտեղ խոսքը Աստծուց է բխել։ Շորթը նմանում են իսրայելցիների, որոնք Եգիպտոսից դուրս եկան, ոմանց։ Աստծո խոսքով հրամանով Մովսեսը գնաց, իսրայելցիներին հանեց, ասեց, Աստված ապացուցեց, որ սա Մովսեսի ձեռնարկած ծրագիրը չի։ Իմ ծրագիրն է, հենց այդ հրաշք նշանները ապացուցեցին, որ Աստծո ձեռն է, որ դուք պետք է դուրս գաք։ Բայց անապատում ասում են, մեզ բերի ստե որ կոտորես։ Տերն էլ ասում է, քեզ չէ որ մեղադրում են, ինձ են մեղադրում։ Իմ դեմ են դուրս եկել, որտեղ հանողը ես եմ, դու չես։ Այդպես է շատ ժամանակ, երբ որ Տերը մարգարեական խոսք է տալիս, խրատի խոսք է տալիս, որ ասում ես նեղանում են, ախր դու ումից ես նեղանում, ասողից ես նեղանում։ Հովհաննես ասում է դու ով ես, ասում է անապատում կանչողի ձայնն եմ։ Չէր ասում ես մարդ եմ, մարգարե եմ, ես ձայն եմ։ Խոսողն ուրիշ է, ես նրա ձայնն եմ ասում էր։ Հիմա երբ որ խոսողից նեղանում են, ձայնից նեղանում են, խոսողից են նեղանում։ Նա է ասել իմ մասին, քո մասին։ Դա մարդը պետք է հասկանա, որ Աստված մեզ սիրում է։ Ասում է, հայտնության մեջ ասում է, ում սիրում եմ, Լավոդիկեի եկեղեցուն։ Նրան հանդիմանում եմ, խրատում եմ, որ չկորսվի, ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ, որ չկորի։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն մենք տեսանք, այո, մենք տեսանք Սամարիցու կնոջը ինչ ասեց Աստված, Տերը։ Բայց մի հայտնություն էլ կա Երկրորդ Տիմոթեոս թղթի 3-րդ գլխի առաջին խոսքից, սա բացահայտ է եւ կատարվել է եւ շարունակվում է դեռս մարգարեությունը։ Սա իմացի, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, հավատացյալների մասին է խոսքը առաջինը։ Մեր շրջապատը մեզ չթողենք, գնանք մի քանի ամբարիշտ ճանենք, ասենք, այս էսա, այն օրինակ մկոնա, այն ճրտոնա, իրակոսնա, այս չէ մեզ ասում Տերը։ Որտեղ հեսա կտեսնենք, որ եկեղեցու մեջ լինողների համար է ասում առաջինը։ Տերը առաջին խոսքը ուղարկում է իր ժողովրդից է սկսում։ Տերը օրենքը որ տվեց Իսրայելին, հետո տարածեց ամբողջ աշխարհում։ Ավետարան տվեց առաջին Իսրայելում, չէ տվեց, հետո տարածվեց ամբողջ աշխարհում։ Այդպես էլ Տերը այդպես բնավորություն անգամ դատաստան ասում է Տերը կսկսի իր տնից։ Որովհետև ասում է մարդիկ կլինեն ինքնասեր մարդը դեգնա հանդիմանի։ Վայ իմ փարքին, ես փարսադանի մուրադս դու կանգնի ասեք աշկիդ վերև հունք կա։ Դրա համար ասում է ինքնասեր, արծաթասեր, ասենք փողասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան աստվածասեր, ուշացում դասում, որոնք աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նա զորությունը ուրացել են։ Նրանցից ետ քաշվի։ Շարակցության մեջ ասում է, նրանցից էլ ետ քաշել։ Բայց ինչ ասում, աստվածապաշտության կերպարանք ունեն, հավատացյալի կերպարանք ունեն։ Դրա համար եմ ասում, հավատացյալ կոչվածներին է ասում, ոչ թե դրսի մարդկանց, դրսին ասել է, էլի շատ բան ասել։
դրսի մարդկանց համար, նես չի, որ իրանց չի հիշե Տերը։ Բայց այս խոսքը հավատացյալ կոչվածներ աստվածապաշտության կերպարանք ունեն։ Արտաքինից մարդկանց մեն հավատացյալ է, բայց իրենք էլ բողոքում են, ասում են, այս արեց են, վատ բան արեց են, բան արեց, ինչ-որ տեսեն աշխով, ես չեմ ասում, Հիսուսին էլ էին զրպարտում։ Շատերից կարող են զրպարտել, բայց դու այդ արարքի Տերը չնես։ Ուրեմն նրանց ասած ամեն ինչով ընդունելի չի, բայց երբ որ տեսել են չարություն և խոսում են, փաստով են խոսում։ Ինչ մեղադրես տեսնողներին։ Հետո ասում են հավատացել, ախր դու քո բերանով ես ասում, հավատքի բան չունի, ինչ հավատացել, այ անհավատ։ Քո նման մեկն է։ Դրա համար սովորեն այստեղ շարունակության մեջ ասում են, սովորում են ու երբեք ճշմարտության գիտության չեն գալիս։ Սովորում են այդտեսները, բայց ճշմարտության գիտության չեն գալիս։ Բայց սկզբից ինձ ասացի, մարդը հասկացողությամբ պիտի պաշտի Աստծուն։ Շատ ժամանակ մարդիկ գալիս են, ոնց որ Տիրոջն են հարցնում, ինչ անեմ, որ կյանքը ժառանգեմ։ Իրանք գիտեն թե մի հատ կնոպկի տեղ կասես, այս կնոպկին սխմեց կյանքը կժառանգի։ Կյանք է ապրել պետք, ոչ թե կնոպկա սխմել։ Ինչ անենք, որ փրկվենք, ինչ անենք, որ կյանք ժառանգենք, ինչը տարբեր հարցերով Տիրոջը նույն իմաստը հարցնում են, բայց Տերը ինչ է ասում, ինչպես է գրված գնա տենց արա։ Եթե չէ, արի հետևից, իմ հետևից։ Քո անձ ուրացի, ամեն ինչ կետ ուրացի, ինձ հետևից, որ փրկվես։ Իհարկե, հետևելը պետք է խաչի գործել տենա, մնացած ամեն ինչ տեսնի Տիրոջ արածից։ Բայց ցավալի է, որ հիմա էլ մենք մեր մեջ տեսնում ենք։ Իհարկե, եթե նեղանան, այն օրը քան անգամ ասել եմ, ասում Աստված խաղաղության Աստված է։ Խռովկանների Աստված չէ, խաղաղության որդիների հայրն է։ Որտեղ ասում է, ովքեր որ խաղաղություն են անում Մատթեոսի, չէ՞, 5-րդ գլխի մեջ։ Ասում է, Երանի նրանց որ խաղաղություն են անում, որտեղ նրանք Աստծո որդիներ կոչվեն։ Աստված ասում է, խաղաղության Աստված է եւ ինչպես նաեւ սուրբերի ամեն եկեղեցիներում կան, որ խաղաղության մարդ չեն, սուրբեր չեն, Աստված նրանց Աստվածը չի, անգամ եկեղեցու միջի մարդկանց։ Աստված խաղաղության որդիների հայրն է, սրբության որդիների հայրն է։ Լավ է, որ գալիս են, հույս կա, որ կլսեն, կփոխվեն, բայց եթե չփոխվեն, մնան, էս են իմաստ չունի, որ եկեղեցի են գալիս։ Դրա համար սա է, որ մարդիկ խաղաղություն չունեն, կռիվ ունեն, դավի ունեն, բայց մարդիկ ես սխալ միշտ տեսնեմ, ասես չասես դպրոցի դռանը մոռանում են։ Այսինքն Աստված օրհնի այդ երեխուն, որ սես բան ասե։ Մի քիչ բացահայտել է մարդու վիճակը։ Թեկուզ իր օրինակով, բայց բացահայտել է։ Ուզում եմ այդ կնոպկա ցույց տաս, որ իբր թե ճանապարհ ճարեն ու ուղիղ գնան, բայց մեկ երկու համար եմ ուզում կարդալ Ղուկասի ավետարանում 10:25-ից եմ կարդում, ասում եմ, մի օրինական վեր կացավ Հիսուսին փորձելով ասեց. Վարդապետ, ինչ պիտի գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Նա էլ ասեց նրան. օրենքում ինչ է գրված։ Շատերը ասում են օրենքը մեզ պետք չի, բայց Տերը օրենքի էր բաղում։ Նա էլ պատասխանեց, ասեց. սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ զորությունով եւ բոլոր կամ ամբողջ նույնն է, ամբողջ մտքից եւ քո ընկերին սիրի քո անձի պես։ Տերը ասեց, ուղիղ ասեց, գնա այս արա ու կապրես, բայց կարա անի։ Սա
այդքան հետ ասում ուզում էր իրանց արդարացնել, ասել ով է անկերես եւ Տերը իհարկե առակ պատմեց թե ով է ընկերդ։ Ամեն մարդ քո ընկերն է, քո ցեղից է, քո եղբայրն է, թեկուզ օտար լեզվով էլ խոսի։ Նույն ադամից եք, նույն խմորից, նույն շաղախից։ Պատճառ չի որ քո անունը Արմենային մյուսին էլ ասենք վարդի թերը, ուրեմն քեզնից չի։ Տան մեջ տարբեր անուններ ունեն երեխաները, բայց քուր աղբերներ են։ Անձնական անուն, անձնական ազգի անուն, մեկը հայակոչ, մեկը ռուսակոչ, մեկը ճապոնացիա, մեկը չինացիա, մյուսը անգլիացիա, կապ չունի, նույնն եք։ Այդ անունների պատճառով հանգարց մեկի բախտն է բերել է իրանց միջից մի հատ մարդ հայտնվե, էշը ցեխից անել է։ Վայ, մենք աշխարհի իմաստուններս։ Ուրիշ ազգեր հիմար են, մենք իմաստուն ենք։ Ախր այդ մարդն է էշը ցեխից անել, դու որտե իմաստունն ես։ Գլուխ ես գոմ ուրիշի գործով։ Ամենայն դեպս տեսեք ինչ ասում։ Ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ամբողջ զորությունով, մտքով, հասկացողությամբ։ Մեկը տեսնում եմ ինչ որ բան եմ խոսել, եկել գալիս եմ արդիկ, որ աղոթների մեջ պետք է ասենք հավիտյան, որի մեջ ասենք հավիտյանս հավիտենից։ Կնոպկա է ուզում ճարի։ Amma պետք է հասկանաս ինչ ես աղոթում։ Աղոթքը պետք է լինի հասկանալով, խոսքը պետք է լինի հասկանալով, երկրպագություն պետք է լինի հասկանալով։ Մենք անգիր բաներ չենք սովում, որի ժամանակ ինչ ասենք։ Ես շատ գիտեմ քո բառապաշարը ինչ ասեմ քեզ, բայց հասկանալով խոսա Աստծո հետ։ Միտեղ ասում ենք Տեր քոնն է հավիտյան, կամ հավիտյանս հավիտենից, հավիտենից մինչև հավիտյան, որտեղ Տերը կար հավիտենից կմնա մինչև հավիտյան։ Բայց մեկը տեսնես ինչ որտեղ մեզ է վերաբերում, նորից ասում ենք հավիտյանս հավիտենից։ Հասկացողության աղոթ չի։ Դու երբ ես եղել հավիտենից, որ հիմա էլ ասում ես հավիտյանս հավիտենից մեզ օրհնի։ Կամ ես հետ եղիր։ Չի հասկանում ինչ է խոսում։ Կամ հայր մերը շատերը անգիր արես մի հատ արտասանում են ու տնից դուրս են գալի, իբր թե աղոթեցին։ Հասկանալով աղոթենք։ Հասկացողությամբ աղոթքը ունի պատասխան։ Կնոպկա չի որ ասեք այս տան, սենց կաղոթես, ընդես կաղոթես, սենց կասես, հավիտյան կասես, ընդել հավիտյանց հավիտենից կասես, դել ոչ մի բան չասես։ Շատերս ռոբոտական վիճակը գրանցել են ու հանել չի լինում, ասել ենք էլ, խոսել ենք։ Շատերը մինչև աղոթում են, Հայրը որդին և Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։ Դուք լսել եք իմ իրանց դες բան ասեմ։ Ալելույա, ամեն։ Ալելույա գիտես ինչա նշանակում, գիտեք ինչա։ Աստծուն ուղղված չի։ Մարդկանց հրեշտակների ստեղծագործանա Ալելույա նշանակում է օրհնեցեք Տիրոջը, փառաբանեք Տիրոջը, գովացեք Տիրոջը։ Ինչ ասում, Հայրը որդին և Սուրբ Հոգին գովացեք Տիրոջը, ալելույա ուրիշ լեզվի խոսք է։ Կամ Մարանաթան նշանակում է Տերը կգա։ Մեկը տեսնում շատերը չեն իմանում Մարանաթան ինչա։ Մարանաթա երգերի մեջ են դրել, ժողովուրդը չի հասկանում, այս ինչ Մարանաթա է։ Հունարեն ասում է Պողոսը, Տերը կգա։ Հետո որ մենք այդ Մարանաթայի խոսքը փոխենք Հիսուս կգա, դե մեզ այդ կրոնավոր կարելի ասել, այո, մարդիկ որ ռոբոտական են, երկը խեք փոխեն, չեք փոխել գրել եք Տերը կգա։ Բա ինչ ասում Պողոսը, Տերը Մարանաթա նշանակում է Տերը կգա։ Չէ, թող մնա Մարանաթա, դա սիրուն է։ Ինչն է սիրուն, բա իմաստն էլ չգիտեն։ Տերը մեզ չի կանչե անգիր բաներ սովորացնելու, որ մենք կրկնենք ու փրկվենք։ Տերը կանչե, որ դու հասկանաս, միտք առնես, մտքով պաշտես նաև երկրպագես, հասկացողությամբ երկրպագես։ Կամ էլ Սենց մի հետաքրքիր Տերը խոսք ասեց իր խոսքում,
ասում է 7-րդ գլխում Տերը խոսում է եւ ինչ է ասում է ամեն ինչ որ կամենում եք թե ձեզ անեն մարդիկ այնպես արեք դուք նրանց որովհետեւ սա է օրենք եւ մարգարեները ոսկե օրենք է չէ կոչում սա գրածել է ինչ որ ուզում եք մարդիկ ձեզ անեն դուք էլ տենց ան միտեղ Պողոս ասել ինչ որ չեք ուզում մարդիկ ձեզ անեն դուք էլ մի արեք հասկացողություն է պետք բայց շատ ժամանակ մարդկանց բռնել եմ այդ վիճակի մեջ գործ են անում անգամ եկեղեցու համար ուրիշի համար կապ չունի մարդկանց համար Տեր ասում եկեղեցի չէ մենակ բռակ գործ են անում ճուրտը քշի են անում այն որ ասում է հարցը դեռ քո տան համար sense կանեիր ասում չէ բան չես արել Աստծո համար կամ էլ մարդկանց համար տասնյակ անգամներ են մարդկանց բռնեցրել այդ խափենու մեջ հավատացել մարդիկ են գլխառատ գործեր են անում քո տան համար կանեիր չէ բայց Տեր ասում է ինչ որ չեք ուզում ձեր համար կամ ինչ որ ուզում եք ձեր համար ձեզ ուզում եք որ որակով լինի լավ լինի ճիշտ լինի չէ բայց դուք ինչի դες չեք անում մի կնոջ ասում են նորեկի ասում են ո՞նց ես իմանում որ ապաշխարել ես ասում եմ դες տներ եմ մաքրում գնում եմ տուն ինձ կանչում են փողով ես տներ եմ մաքրում ասում եմ որ միշտ եմ գնում եմ մաքրելու շատ ժամանակ տեղեր կա որ չեմ մաքրում ասում եկա մի քանի օրից հետո գամ քանի օրը մեկ եմ մաքրում ամեն մաքրելու չեմ բայց ամեն մաքրելու փողն եմ վերցնում ասում բայց այս անգամ որ հավատացել դարձա արդեն մանրամաս մաքրում եմ չեմ խափում Տիրոջը թեկուզ ինքը չգիտի որ խափվել է ամեն տեղ մաքրում եմ հետևներն էլ ինչ որ Աբրանքի ասում այդ ժամանակ ասում շատ ատենեմ բայց ես անգամ ասում չէ Աստծո առաջ եմ ես Աստված տեսնում է ես ապաշխարծում մարդը փոխվել է գործ ես անում քեզ համար ո՞նց կաներ դենց էլ ուրիշի համար արա Տեր ես ասում ինչ որ ուզում եք մարդիկ ձեզ համար անեն դուք էլ լավ կնի վարպետը գա քո տունը քեզ խափի բայց դու վարպետ ես կամ էլ ինչ որ գործ անող ես գնում ուրիշի խափում ես լավ է Աստված ձեզ պահապան ուրեմն մենք հասկանալով պիտի ամեն ինչ որ անում ենք հասկանալով պիտի ասում եմ թե ուտեք թե խմեք ինչ էլ որ անեք Աստծո փառքի համար անեք աղոթքնել խոսքներ որ խոսում ենք ոչ թե անգիր ես էլ ասեմ ու վերջացնենք ասում եմ մի օր մեկը սենց արել Այ մարդ ասում է շատերն են խոսում Աստծո խոսք անհավատ մեկն ասում ասում մարդ կա որ կարողանում ես լսես որտեղ ինքը հասկանալով բացատրում է բայց ոմանք եկան զուբրիտ են արել ուղղակի կրկնում են իրանք էլ չեն հասկանում ինչ են խոսում այ դրանց չես ուզում լսես Մենք մեղադրես այդ մարդուն եթե չես իմանում մի խոսա կրկնում ենք ինչ որ մեկից լսել ենք Շատ ժամանակ մենք մեր կյանքում այդ սայթակում ունեցել ենք ինչ որ մեկը սխալ է խոսել մենք էլ գիտենք ճիշտ է խոսել կրկնում ենք անհավատ բռնել է Սա բայց ես ինչ անելու բան է Ոստ ես դու հասկանում ես այ մարդ ես ամեն մարդ խոսք մի կրկնի խոսող էլ կա ինչ եմ կրկնում կամ եթե թեկուզ ճիշտ խոսողի խոսք եմ կրկնում եթե չեմ հասկացել չկրկնեմ ինչ որ հասկացել եմ Այդ փոխանցում, ասում հավատացի դրա համար խոսեցի։ Ոչ թե ինչ որ չեմ հասկացել, չեմ հավատացել, խոսում եմ։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն մենք Տիրոջ պետք է երկրպագենք հոգով եւ ճշմարտությունով։ Հոգով այսինքն սրտանց, ամբողջ եռանդով, հոգով եւ ճշմարտությամբ, այսինքն գրվածքով ճշմարտությունը ավետարանն է։ Ոչ թե ինչ ասել, խոսենք, բաներ են խոսել, որ գրվածքում չկա։ Այդ որտեղ դարձավ ճշմարտությունից։ Աղոթք անենք վերջացնենք։